Պարոն Աբրամյան, միջև այլ հարցերի անդրադառնալը, այսօր դուք դատարանից ինչ սպասելիքներ ունեք, երկարաձգի Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը, թե ոչ։ Փաշինյանական դատարանից որևէ սպասում չես կարող ձևավորել, որովհետև այն դրդապատճառները, որոնք սովորաբար դրվում են դասական իմաստով տարբեր վճիռների հիմքում, հայաստանյան իրականության մեջ նրանք որևէ ձևով չեն աշխատում եւ այս տեսանկյունից շատ դժվար է ասել կամ որևէ սպասում ձևավորել։ Մեկ բան կարող եմ շատ հստակ ասել, որ բոլոր այն հանգամանքները, որոնք դրված են Արմեն Աշոտյանին վերագրվող այդ հանցանքում, դրանք որևէ ձևով գոյություն չունեն, որևէ առնչություն չունեն Արմեն Աշոտյանին։ Եթե ասել շատ տարօրինակ է, կլինի որ որևէ ոչինչ չասել առասարակ սրա մասին, եւ միակ բանը, որը բանական մարդու մտքով անցնում է, դա այն է, որ պետք է եղել այդ բային իշխանությանը, որպեսզի Արմենին զրկեն ազատությունից եւ Արմենին ազատությունից զրկել են։ Թե չմնացած մասով այս գործի հետ կապված որևէ խոսելու բան պարզապես գոյություն չունեն։ Նույնիսկ նիստերը, որոնք տեղի ունենում դատական, սրա ժամանակ էլ անկախ նրանից թե փաստաբանները որքանով հիմնավորված, փաստարկված են ներկայացնում, որքանով աղքատիկ են եւ գոյություն չունեցող են քննչական մարմինների կողմից ներկայացվող մեղադրանքները կամ այս դեպքում խախտման միջոցի մեկուսացված պահելու մասով, ապա այստեղ որևէ դրանից որևէ բան այստեղ ոչ կփոխվի, ոչ էլ որևէ բան կլինի։ Լինում է սովորաբար քաղաքական որոշումները փոխանցում են դատարաններին, ըստ դրա էլ արդեն վճիռները կայացվում են։ Երեկ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ամենաչկայացած համակարգը Հայաստանում դա դատական համակարգն է։ Ձեր կարծիքով ինչը չի գոհացնում Նիկոլ Փաշինյանին, որ նա դատական համակարգը չկայացած է համարում, պարոն Աբրամյան։ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին փորձում է ինքն իրեն ապահովագրել այն բոլոր վճիռներից, որոնք հանրության համար բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Անկախ նրանից, թե դրանք որ սֆերային են վերաբերում, ում են վերաբերում եւ այլն։ Այսինքն դա առաջին հերթին ինքնաապահովագրման գործառույթն է, սա մեկ։ Երկրորդը, դատական պրոցեսները, եթե նայում ենք 2018-ից 26 թվականի ժամանակահատվածում, բնականաբար ամեն տարի իշխանությունը փորձում է անընդհատ ձգել օղակը, անդադ փորձում է շարքից հանել հնարավոր բոլոր այն դատավորներին, որոնք կարող են այս կամ այն փուլում որոշակի բարոյականության շեմեր ունենան եւ վճիռը կայացնեն օրենքի եւ խղճի հիման վրա, հնարավորինս նրանց փորձում է հեռացնել համակարգից, բազմաթիվ են փորձերը, երբ որ նկատելի է դառնում, որ այն դատավորները, որոնք վճիռ են կայացնում եւ դրանք չեն բավարարում իշխանության, դրանք անմիջապես կարգապահական վարույթներ են ելնում, տարբեր տեղերից գործեր են բերում, սարքում են եւ հեռացնում են։ Իդեպ այդպեսին եղավ նաեւ Սերժ Սարգսյանի հայտնի այդ բենզինի դիզելի գործով, երբ որ դատավորը ի վերջո արդարացման վճիռ կարդաց, նրան շատ արագ պարզապես դատական համակարգից մեկուսացրեցին։ Բոլորի համար է պարզ էր, թե ինչ տեղի ունեցավ եւ դա այն միակ դեպքը չի, որը որպես օրինակ կարելի ներկայացնել։ Բազմաթիվ դատավորների հետ կապված դեպքեր կան եւ Փաշինյանի հայտարարությունները նաեւ որոնք նախընտրական փուլում հնչեցին ընտրություններից հետո հնչեցին ըստ էության ցույց են տալիս, որ խնդիր է դրված դուրս անելու համակարգից, պատժելու բոլոր այն մարդկանց, որոնք այսօր միգուցե 5% են կազմում կամ կարող է 7% են կազմում դատական համակարգում, որոնք առաջնորդվում են սկզբունքներով կամ առաջնորդվում են իրենց խղճով, օրենսդրությամբ եւ այլն։ Պարոն Աբրամյան, երեկ նաև հայտնի դարձավ, որ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց, այն մեղադրանքը, որը նրան առաջադրվել է, իբրև թե գաղտնիք հրապարակելու հետ կապված։ Դուք հավատում եք դրան, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատմում են, թե նա ինչպես է Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքները մարտնչել եւ հետ բերել, ադրբեջանական զինուժին հետ մղել, այդ պարագայում ունակ էր նման գաղտնիք հրապարակելու։ Ես ճանաչում եմ Էդիկ Մալոյանը այն ժամանակվանից, երբ որ ինքը դեռ Մարտակերտում 5-րդ պաշտպանական շրջանում գումարտակի հրամանատար էր, իրան բազմիցս լավ դրսևորել է, հատկապես 14-16 ժամանակահատվածները դիվերսիոն պատերազմների ժամանակ իր գումարտակը մարտական հերթապահություններ իրականացնում, այդ ուղղությամբ ոչ միայն կանխում էր ադրբեջանցիների տարբեր գործողությունները,
այլ նաև բաժիշ գործողություններ իրականացում եւ Մալուանը այդպիսի գումարտակներից մեկն էր ղեկավարում։ Մալուանը աչքի ընկել 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ 44-օրյա պատերազմից հետո էլ ԱԾ-ում Արցախի ստեղծվեցին մարտական վարչություններ, հատուկ նշանակության այնտեղ վարչության պետի տեղակալը 23 թվականի մարտական գործողություններին մասնակցել եւ այլն։ Հետագայում ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ենթակայության զորամասում։ Հիմա Մալույանի որակների մասին որպես մարտական օֆիցեր կարծում եմ այստեղ բոլորի համար է ակնհայտ է, որ այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա։ Ես տեղյակ եմ, որ տևական ժամանակի նրա նկատմամբ կային որոշակի ճնշման փորձեր, որովհետև Մալույանը այն հրամանատարներից է եղել, որոնց ներքաղաքական գործընթացներում իշխանության պլաներում ներքաշել պարզապես հնարավոր չի եղել։ Ունեցել է հստակ դիրքորոշումներ, հստակ սկզբունքներ ծառայության նկատմամբ եւ որքան ես եմ տեղյակ, դեռևս ամիսներ առաջ են փորձ արվել նրան շարքից դուրս բերել եւ հիմա որոշվել է, որ փաստորեն քաղաքական որոշում եղել է, որ ընտրությունից հետո այդ խնդիրը կլուծեն։ Կոնկրետ այն ինչ որ քննչական կոմիտեն է ասում, դրան որևէ ձևով տեղյակ չեմ, ամեն դեպս կան բազմաթիվ նախադեպեր, որ քննչական կոմիտեն մարդկանց վերագրում է բաներ, որոնք հետագայում կամ հերկվում են, կամ դրանք փոփոխության են ենթարկվում, այսինքն վերավորակավորում են այդ հոդվածները, բազմաթիվ են ոչ միայն զինվորական հետ կապված, այլ նաև այլ գործերով, այնպես որ այս պահին ես լրջորեն չեմ մոտենում այն հաղորդագրություններին, որոնք իշխանության վերահսկողության տակ գտնվող կամ կցորդի կարգավիճակ ունեցող մարմիններն են հրապարակում։